Դուք գիտեք այդ հարցի պատասխան, ինչ եք այդ հարցը տալիս։ Պատասխանել եք, ստացել եք, բայց որտեղ բոլոր 7 պատգամավորներին ուղարկվել է, չեմ արձագանքել։ որևէ ձևով կքննարկեք դիմում է այդ որ ձեզ օգնել է նամակը, որ ինչ եք։ Մենք հիմա դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպում, թե ինչի մասին եք խոսում։ Այսինքն քաղաքացին նամակ է գրել Նամակ ողել, այդ նամակի ճակատագիրը չհասկանաք, ինչ եք արել։ 4 տարիից 6 տարիից քաղաքացիներ նամակներ են գրում։ Որ մեկի մասին եք խոսում։ Ղազարյանի նամակ։ Ձեզ թվում է մյուս քաղաքացիները ավելի անկարևոր հարցեր են բարձրացնում։ Ոչ, պարզապես դա ձեր օրակարգում է այսօր։ Մենք էլ հարց ենք ուղղում ձեզ։ Պարոն Եղոյան, երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը Չէ, նես չի որ այս թեմայից խոսափում, ուղղակի եթե շոուի կարիք ունեք, ինչպես։ Երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Բա ինչն է, ինչ Որովհետև գործողության շոուն ինքը ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ դրա քաղաքական կոնտեքստը։ Քաղաքական կոնտեքստից կախված է գործողությունը կարելի որակել կամ շոու կամ քաղաքական գործընթաց, նույն գործընթացը տարբեր քաղաքական կոնտեքստներում կարող է մի դեպքում լինել շոու, այսպես դիտումների եւ այլի համար։ Մյուս դեպքում կարող է լինել քաղաքական գործընթաց։ Իսկ այստեղ կոնկրետ ինչն է ձեզ տանում, այո, ինչից եք դուք բանանում, որ այդ Ես այդ թեմայի շուրջ նույնիսկ եմ ասում, զուտ ուղղակի զարմանում եմ ինքս վրա, բայց ուղղակի ձեր նկատմամբ եղած հարգանքից ուղղակի impeachment-ից հիմա դուք մեր Չէ, ուղղակի դուրս, ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում լրատվամիջոցները, որտեղ իդեպ այդ զեկույցի մեջ ասում է, որ մամուլի մի մեծ հատված դեռ սպասարկում է նախկին օլիգարխիկ համակարգի, դուք անկախի մեջ էիք, Նարեկը անկախի մեջ է։ Ինձ մտահոգում է, ինձ գիտեք ինչն է մտահոգում, որ իմ դիմաց հիմա կանգնած է 7 լրագրող եւ 7-ի մոտ նույն հարցն է։ Ինձ դա է մտահոգում։ Նորմալ իրավիճակում, սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն մեկը որովհետև ամեն մի լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող է տարբեր հարցեր պիտի որ ծագեն հնարավոր չի որ 7 լրագրողի մտքում առավոտյան եթե իհարկե 7 լրագրողների հարցն էլ նույն կենտրոնից չի ինձ դա է մտահոգում թե չէ ես ոչ մի հարցի չեմ վախենում թե չէ որովհետև ֆրակցիան խոսում է քաղաքական գծով այո ֆրակցիայում կա քաղաքական գիծ մենք մի ֆրակցիա ենք դուք մի լրատվամիջոց եք բոլորդ եթե դուք բոլորդ նույն լրատվամիջոցից եք ասեք իմանալ Բայց դա չի նշանակում, որ մենք երկրորդ, երրորդ այլ թեմաներ չունենք, պարոն Եղոյան։ Երկրորդ հարցն էլ է ձեր մոտ գրած, երրորդն էլ է գրած, եւ դրանք նույնն են։ Որովհետեւ Ժորժ ջան, բանը վիճակագրորեն, նույնիսկ եմ ասում, հնարավոր չի, որ անկախ Առանց հեգնանքի, առանց բարոյախոսական ճարերի Չի, հեգնանքն էլ, կներեք, բայց ես բան եմ ասում, ինչ գնահատական։ Սա ձեր Նիկոլ Փաշինյանի դիմաց չենք մենք որպես ընդդիմադիրներ, որոնց կարա համբալ անվանի եւ ձայն չհանեն, տալիս է լրագրողը հարց պատասխանեք, չեք ուզում մի պատասխանեք, Դες ասացի ու այլ բան ասացի, փոխադարձ իսկ ձեր հարցը հեգնանք չի ձեր հանդեպ, ձեր հարցը ինքնին։ Ձեր հարցը, ձեր հանդեպ հեգնանք չի։ Ինչն է հեգնանք։ Այնա որ դուք այդ հարցի պատասխանը գիտեք, բայց դուք միևնույն է։ Բաներ գիտենք։ Ձեր նախկին դիմակիցները եւ ասել է, որ մայիսի 20-ին տեխնացուի անուն է տալու, որը գուցե լինի նաեւ կպարվա։ Շատ հետաքրքիր է։ Եվ այն որ ասել է Հովիկ Ղազարյանը, որը այլ մարդ է։ Քան ձեր նշած անձը, նա այլ մարդ է, նա այլ քաղաքական կոնտեքստ է, նա չգիտեմ, թող խոսի, չգիտեմ, պիտի ասի ամբողջական, չգիտեմ։ Ես ծանոթ չեմ այդ մի կոնտեքստին, պիտի նոր եմ ձեզանից լսում, բայց
կոնտեքստին ծանոթանամ, կասեմ։ Տվեք մեկ հարց, տեսեք, TV 5-ը ունի տարբերվող հարց, ինչը շատ, թե նույն հարցը բոլորը տունել։ Դուք մի րոպե էլի, դուք համ արձանագրում եք, որ Հայաստանը 34-րդ տեղն է, կներես Կարմեջան։ 34-րդ տեղը համեմատ բան է կամ ասեք հարցերը խմբագրել ես, ինչ հարց եք տալիս։ Բա հենց դա է խոսքի ազատությունը, որ Ես չեմ խմբագրում, ես ուղղակի իմ զարմանքն եմ արտահայտում առ այն, որ բոլորի մոտ նույն հարցն է ծագում։ Հնարավոր չի, որ բոլոր լրագրողների մոտ ազատ տարբեր դա էլ ձեր իրավունքը, բայց դա արդեն ոչ թե լրագրողի վերաբերմունք է, այլ ուղղակի տենց հայտարարություն է քաղաքացու, որը շատ հետաքրքիր է։ Իգիտություն ձեզ։ Հա։ Ան Եղոյան, ձեզ երբ է օրինակ հարմար գանք հարցերը քննարկենք։ Ինչ ասես, չլսեցի։ Չլս խանգարում է, տեսեք ձեր գործընկերը։ Ձեզ երբ է հարմար գանք հարցերը քննարկենք հարցազրույցից առաջ գանք հարցեր քննարկենք, պայմանավորենք, որ դուք Ես հենց այդ մենք հենց նրա համար ենք մամուլի ազատությամբ 34-րդ տեղ աշխարհում, որ հարցերը նախորդ իշխանության հետ չեն քննարկում։ Եթե այլ տեղեր էլ չքննարկվեին հարցերը, կլինեինք ոչ թե 34-րդ տեղում, այլ 14-րդ տեղում։ Որտեղ է քննարկվում։ Ես չգիտեմ, որովհետև ես ասում եմ զուտ վիճակագրական, ես նույնց եմ ասում, եթե նույնց եմ ասում, վիճակագրորեն հնարավոր չի, որ անկախ, իրարից անկախ 7 տարբեր լրատվամիջոց միանգամից մարդը դուրս գա դահլիճից ու նույն հարցը տան, այդպես նույնց եմ ասում, չի լինում, որտեվ ամեն լրատվամիջոց պիտի որ ունենա իր խմբագրական քաղաքականությունը։ Հիմա մենք քննարկում ենք օրինակ հակակոռուպցիոն օրինակի համար, հետո կրակոցները, եթե հիմա այս պահին մենք սկսեցինք իմպիչմենտից, դա չի նշանակում, որ կրակոցների մասին հարցը ձեզ չի։ Դե նույնց եմ ասում, սովորական իրավիճակում տարբեր լրագրողներ տարբեր հարցեր են տալիս, Եթե դուք եւ Ադրբեջանը նույն թեմաներից եք խոսում, պետք է մտածենք, որ դա նույն տեղից են գրվում այդ տեքստերը։ Չէ, դնայից ոնց ենք խոսում, նայած ինչն էլ փերանգներով նույնց եմ ասում, չէ, երկը չէ։ Բոլորը գուցե նույն հարցը տան, բայց ամեն մեկը իր նյութն անում, իր ուղղվածությունը։ Մենք Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են նույն թեմաների վերաբերյալ, իրարից տարբեր այսինքն քանի որ թեման, բայց դա համեմատելի չի, դուք էլի բաները հարացույցերը խառնում եք իրար, ձեր սիրած ոճով, բերում եք չգիտեմ, լրիվ ուրիշ կոնտեքստի մեջ եք դա դնում։ Շարունակում եք գրակոծները միաժամանակ Ադրբեջանից սահմանայից կարծես մտածում ել են եղել բնն է հաղորդակցություն տարածում։ Ասում են որ երեք ասում են որ Ադրբեջանը ով էր ասում, ես չեմ երեք են հաղորդակցություն տարածել։ Առաջել էլի Ադրբեջանը անդադ մեղադրում է հայկական գրակոծների միաժամանակ նորից Բաքվից առաջել քաշում էլի սահմանադրությունը փոխելու, որ դա տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս համատեքստում, այս իրավիճակում դուք ինչ սպասելիքներ ունեք։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը մեր հասարակության մեջ եւ ես հույս ունեմ որ նաեւ դուք չեք նպաստի հանրային անդորի խաթարմանը խոճապ տարածելով օրինակ նրանով որ մեր սիրելի ազատություն ռադիոկայանը գնում է եւ ասում է օй գյուղը դատարկվում է օրինակի համար հետո դպրոցից երեխաներին տանում են եւ նման խոճապային լուրեր այնինչ հետո ճշտվում է եւ պարզվում է որ Գյուղը դատարկվում է մեկ երեխայի լրիվ իր անձնական ինչ որ ընտանեկան պայմաններից ելնելով այլ դպրոց են այդպիսի դուք վստահ եք որ եղել է նման նյութ մեզ մոտ երեխաներին հանում են մասսայաբար դպրոցից տանում են նման այն մարդը ում հետ այո նույնս եմ ասում բայց եթե այսինքն դուք ամեն ինչ բնակիչների ինչ խոսում են տարբեր տեղեր տարբեր բնակիչները տարբեր բաներ են խոսում լսում ենք ձեզ եւ բոլորը ասենք ազատություն ռադիոկայանի մասին էլ տարբեր բնակիչներ տարբեր բաներ կարող է ասեն դա պետք է ես ասեմ չեմ թիրախավորում կոնկրետ մարդիկ բան են ասել, ես ուզում հասկանամ։ Այսինքն բնակիչ ասելով դուք արժանահավատությունը դա չէ ճշտում։ Բնակիչը որ ասեց երկրը, մի դեպքում եթե բնակիչը ասեց երկիրը տափակ է,
Ազատություն ռադիոկայանը պիտի ռեպորտաժ անի, ասի ըստ մի բնակչի երկրագունդը տափակ է։ Մի րոպե չի ճշտել ՊՆ-ից եւ ձեզնից եւ մնացած բաներից չեն հարցնում։ Դպրոցը լքելու մասին եմ ասում։ Դպրոցը մասսայաբար լքելու եւ այլ նորությունը, հետո պարզվեց, որ մեկ երեխա ընտանեկան ինչ-ինչ պատճառներով չեմ մանրամասներ չգիտեմ, ուղղակի այլ դպրոց է տեղափոխվել, ոչ թե շուտ մասսայաբար դպրոցից դուրս են գալիս երեխաները։ Չէ՞ դա խորհուրդը նա է բնակչի։ որ նախ փաստերը ճշտեք, Դա պետք է նախասահմանել։ եւ նույնիսկ փաստերը ճշտելուց Դուք բացառում եք, որ չէ, խորհուրդ եմ տալիս մարդկանց բերանը բացել իմաստալից կերպով։ Հայրենական իշխանություն մամուլը Դուք բացառում եք, որ գյուղը կարող է եւ լքեն, դպրոցից կարող է եւ հանեն։ Դուք բացառում եք նման Չէ, բայց եթե նման երևույթ կա, պետքա դա լինի, պետքա դուք բացառում եք, որ սահմանազատումից հետո։ ձեր հարցը կոռեկտ հարց չի։ Ես հարց եմ տալիս, որտեղ Ձեր հարցը կոռեկտ չի, որովհետև ձեր հարցից դուք ունեք ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան։ Այո, բացառում եմ։ Ոչ չեմ բացառում, երկու դեպքում էլ, չբացառելով հարցերին, ընդհանրապես, եթե ասենք դուք բացառում եք, որ վաղը աշխարհի վերջն է, ես էլի դա չեմ կարող բացառել, բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլինի աշխարհի վերջ, այնինչ ձեր վերնագրում դա կհայտնվել, որ Եղոյանը չբացառեց, որ վաղը աշխարհի վերջն է։ Հիմա բնակիչները, որ անհանգստացած Բացառում եք։ ասենց որ լինի, մենք դուրս կգանք գյուղերից, նման բան չլուսաբանվի, չտրվի եթե։ Օ, նայած ով է ասում, այդ ասում բնակիչի ամեն մեկը իր տեղը թող, ամեն մեկը թող իր տեղը խոսա, Ժորժ ջան, ամեն մեկը թող իր տեղը խոսա։ Ոչ, ինքը խոսացել է գյուղի տեղը։ Հպարտ քաղաքացի չի։ Պարոն Եղոյան, քաղաքացին Հպարտ քաղաքացի թող ինքը իր տեղը խոսի։ Ասի ես ունեմ այս պլանները, ինչա ինքը խոսում ամբողջ գյուղի անունից։ Ու հետո պարզվում է, որ տեղեկությունը Անունից հայտարարություն։ հա դե մենք հա որովհետև մենք ունենք դրա իրավունքը, եթե չգիտեք։ Ժողովրդավարական 600,000 ընտրողի, բայց ամբողջ ժողովուրդը 600,000-ը չի։ ընտրողների մեծամասնությունը Ընտրությանը ընտրողների մասնակցած։ Հա Ժորժ ջան, երբ որ տեղի են ունենում ընտրություններ, ես տեսեք զարմա, հետո էլ ասում եք ինչ կրթվել է նորաձև է, կրթված վերջացած են բոլորը։ Ուրեմն կրթությունը ինքը կրթությունը թողեք Ես իմ ամբողջ կյանքում Չէ, ես հիմա կասեմ ինչ եմ ձեզ այդ խորհուրդը տալիս, եթե չլքեք, ինչպես Ազատություն ռադիոկայանի լրագրողը լքեց։ Ասեմ, դե հիմա ասեմ։ Մամուլի հետ աշխատանք եք վարչապետի։ Ես հիմա թույլ կտակ ասեմ, թե բերանս պիտի փակեք։ Դուք ասում եք 600,000 թողեք ես Նիկոլ Փաշինյան լրագրողը հարգելի գործընկերներ։ Հանրապետությունում ամենամեծ վաճառվող տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք դրանով համեմատվել։ Դուք Նիկոլ Փաշինյանի մի օրական, դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք համեմատվել, օրինակ մեկ խմբագրական գրելով։ Դուք օրինակ հիմա էլ մի վարքյան, դուք կարող եք գրել մեկ խմբագրական, դուք այստեղ ներկան այդ որ համեմատվում եք։ Չէ, թողեք ավարտեմ նախադասությունը, մի հարցակվեք մարդու վրա։ Եվ դա օրական, եւ դա օրական 5,000 հոգու 100 դրամով վաճառել։ Եթե ձեր գրած նյութերի եթե ձեր գրած մի րոպե, եթե ձեր գրած նյութերի դիտումը լինի վճարովի, օրինակ 100 դրամ, օրինակ 100 մի վարքան ավարտեմ, 100 դրամ, ինչ եք կարծում, քանի օքի կբացի այդ նյութը։ Օրինակ, չեք բացառում արդյոք, որ աշխարհի վերջն է, քանի հոգի 100 դրամ կտա, որ այդ նյութի պատասխանը կարդա։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ընտրողների, հիմա այս ժամանակների օրինակներ եք վերում, պարոն Եղանովիչ, ժամանակ էլեկտրոնային մամուլը Ինչ տարբերություն։ Վաճառքը մնում է վաճառք, այն ժամանակ թղթով ես վաճառում, հիմա էլեկտրոնային ես վաճառում։ Վաշինգտոն Պոստը այն ժամանակ թղթով էր վաճառում, հիմա էլեկտրոնային է վաճառում։ Հա, ձեզ հետաքրքիր չի, դուք գնացիք հարգելի TV-ին։ Դուք որ ասում եք, Բացարձակ հետաքրքիր չի։ Հանկարծ չիմանաք։ Այդպես 680,000 ասելով այդպես մանեք եք։ Ինչ վերաբերում է 680,000-ին, հարգելի գործընկերներ, գոյություն ունի կոլեգիալ մարմիններում սիրելի
Ազատ մամուլով H2 հեռուստաընկերություն, հա, ես բանն եմ ասելու ձեր դիտարկման վերաբերյալ։ Չէ, դե մարդը գնում է իրեն եմ ասում, դուք չեք գնում, ձեզ չեմ ասում։ Ես հիմա եկեք պարզենք որտեղ է վիրավորանքը։ Եկեք պարզենք։ Եթե դուք հա ինչա կոռեկտ չի ասելու վիրավորանքը։ Լրատվամիջոցը չեն նայում դիտում կամ չկա Նիկոլ Փաշինյանը։ Հա, դա գոյություն ունի։ Հա, մենք Նիկոլ Փաշինյան չենք, դուք ճիշտ եք ասում։ Չէ, դե Նիկոլ Փաշինյան չենք։ դուք քանի որ դուք ամեն ինչում համեմատ, դուք եք չէ թեման բացում։ Մարդու անունը դուք եք չէ տալիս։ Մարդու անունը դուք տվեցիք, ասցիք այ որ Նիկոլ Փաշինյանը սենց էր անում։ Ես էլ ասացի, բա որ համեմատվում եք։ Մյուս բաներով ինչի՞ չեք համատում, դա վիրավորանք։ Չամենևին։ Բայց դուք չեք թույլ տալիս, ես իմ միտքը դուք թույլ չեք տալիս, որ ես իմ նախորդ միտքը ավարտեմ։ Կոլեգիալ որոշումներ կայացնելու process-ում, ինչպես օրինակ պետական կոլեգիալ մարմիններում, ինչպես սահմանադրական դատարանը օրինակ, ինչպես ազգային ժողովը, երբ այդ մարմնի անդամների քվեարկությանը մասնակցած կեսից, քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին որևէ որոշում է կայացնում, դա համարվում է այդ կոլեգիալ մարմնի որոշում։ Ընտրությունների դեպքում այդ որոշումը կայացնում է բնականաբար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին, եւ հետո խոսակցական լեզվում ասում են ժողովուրդը որոշեց այսպես կամ ժողովուրդը որոշեց այնպես եւ ի պատասխան երբ որ մեր շատ հարգելի լրագրողներն ասում են ժողովուրդի 680,000 քաղաքացի է իրանք նախ վիրավորում են այդ 680,000 քաղաքացիները եւ երկրորդ չեն հասկանում որ ցանկացած երկրում իշխանությունը չի ձևավորվում 100% ձայնով, այդպիսի բան չկա։ Լինում է ԱՄՆ-ում եղան, Ֆրանսիայում եղան, որտեղ է իշխանությունը 100% հավաքում։ Հավաքում ասենք 60%, 40%-ն էլ չի հավաքում։ Այդ չի նշանակում, որ դուք պետք է ասեք, գիտեք ինչ, այսինչ երկրում ղեկավարությունը վայելում է ժողովրդի այս մասի աջակցությունը կամ բան։ Սա ուղղակի գիտեք ինչ եմ ասում, որ ցույց տամ։ Հիմա կասեմ դուք կվիրավորվեք, բայց վիրավորվելու բան չկա, որովհետև, չէ, մասիվ կոռեկտ չի դուք վիրավորվեցիք։ Դա մանիպուլյացիա է, դա վիրավորական է, թե չէ։ Դա մանիպուլյացիա է, այսինքն դուք։ Բոլոր են մարդիկ, ովքեր ասում են իրենք ժողովուրդ չեն, իրենք 688,000 քաղաքացի են։ Չէ, բա ես ասեց, մի րոպե, լրագրողը հարց շատ լավ։ Հիմա ասեմ ոնց եք ասել։ Հիմա ասեք ոնց եք ասի, հիմա ասեմ ոնց եք ասել։ Ամբողջ ժողովուրդը չի։ Չենք ասել ժողովուրդ չի։ Ուրեմն շողիկը հարցրեց, բա դուք ոնց եք խոսում ժողովրդի անունից, ես ասացի, քանի որ մենք ունենք այդ քվեն։ Ինքն ասեց, դուք չունեք ժողովրդի քվեն, այսինքն ինքը այդքանին չհամարեց ժողովուրդ։ Հետևաբար։ Պարոն Եղոյան, դուք որ ասում եք ամեն ժողովրդի անդամը պետք չի հայ եթե։ Ես այդպես չասեցի։ Ես ասացի ամեն մի բնակչի, ես ասացի պետք չի եթեր տալ։ Ես ասացի, երբ մի հոգի խոսում է բազմաթիվ մարդկանց անունից պետքա ճշտել, թե այդ բազմաթիվ մարդիկ արդյոք համաձայն են իր հետ, թե չէ։ Հիմա մի հոգի կարող է ասել, հիմա մի հոգին իր անունից կարող է խոսել։ Հիմա մի հոգին, որ օրինակ ասում է ամենայն հարգանքով այդ քաղաքացու նկատմամբ ասում է Նիկոլ Փաշինյանի քաչալը պաչեմ, դա պետք է հերարձակել, թե ոչ։ Ալավերցի մի հայրենակից։ Դա ասեմ, եթե նման բաներն էլ ես պիտի ասեմ, քանի որ դա իր մեջ որևէ ինֆորմացիա չի պարունակում, դա իր մեջ որևէ փաստական տվյալ չի պարունակում, դա քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դա ըստ նախասիրության կարող եք տալ եթեր կամ կարող եք չտալ, որտեղ այդտեղ չկա ճիշտ ու սխալ։ Վաղը ոչ մեկ չի կարող ասել դա սխալ տեղեկություն է կամ ճիշտ տեղեկություն է, բայց այն տեղեկությունը, որը փաստական է, այսինքն ասում է 5 հոգի մտավ սենյակ։ Բայց չարժին նայել 5 հոգի մտավ սենյակ, թե չմտավ սենյակ։ Մեկ հարցել պարոն Եղոյան, դուք որ ասում եք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հետ համեմատել եւ այլն լրագրողական առումով։ Ես այդպես չասեցի։ Ես ասացի, եթե համեմատվում եք, այն լավ կողմերով էլ համեմատվեք։ Բոլոր կողմերով համեմատվեք։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսպիսի ակցիա էր անում, այսպես էր անում, այսպիսի հարցեր էր տալիս, բայց մյուս ֆակտորն այն որ մարտի 1-ից հետո եւ 10 օր թերթեր տպել արգելված էր արտակարգության պայմաններով։ Հետո 11-րդ օրը երբ տպվեցին առաջին թերթերը, երբ կիլոմետրանոց հերթեր էին կրպակների դիմաց կիլոմետրանոց 5-10 րոպեում այդ թերթերը սպառվում էին։ Բա դա ինչի՞ չեք ասում։ Դուք կարող հիմա էլեկտրոնային է, չէ՞, փայլակն ասում է։ Հիմա էլեկտրոնային է, դուք կարող եք էլեկտրոնային նյութ, ես չեմ ուզում էլի, չեմ վիրավորում, իսկապես, ուղղակի ափսոսում եմ դրա համար։ Դուք կարող եք մի նյութ գրել, որը դիտելու համար 5000 հոգի 100 դրամ կվճարի։ Ոչ թե անվճար ու անհասկանալի ֆինանսավորմամբ
ինչ որ աղբյուրներից կլինի դա, այլ ձեր բաժանորդները, որտեվ դա անվճար է, իսկ եթե լինի վճարովի, ինչպես թերթ կարդալն է։ Իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, այսինքն որ ասում եք աշխարհում փոխվել է, այն թերթերը ունեն բաժանորդագրություն, ազատ անկախ թերթերը ունեն բաժանորդագրություն, ասենք Ֆրանսիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մարդիկ վճարում են այդ թերթերը կարդալու համար։ Հետևաբար մարդիկ դա համարում են արժեք իրենց համար։ Դուք եկել հիմա ինձ ասում եք չեք բացառում, որ վաղը սա կլինի կամ նա կլինի, դա կարդալու համար ոչ մեկ 100 չի վճարի։ Ես դա եմ ասում, ուզում ասեմ, քանի որ այսքան ազատություն կա երկրում մամուլի գոնե, լավ օգտակար ձևով վերաբերվեք էլի այդ ազատությանը, ոչ թե ուղղակի սենց չգիտեմ, էլի, սենց Պարոն Եղոյան, քիթերի կյանք ունեցող տեղեկություններ կամ սխալ տեղեկություններ։ Պարոն Եղոյան, տվեք։ Պարոն Եղոյան, Սիրով։ Պարոն Եղոյան, այդ դեպքում Ինչի փայլակ ջան։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս։ Հոգնածրեցի։ Պարոն Եղոյան, Շատ լավ։ Դե ոչինչ, ինչ է, ես էլ իմաստ չէի տեսնում խոսելու, բայց հարգանքից դրդված խոսեցի։ Լավ, Ժորժ ջան, եթե հարց չեմ տալիս, թողեք հարց։ Եկեք առանձին, եկեք նա։ Պարոն Եղոյան, ներողություն, հա։ Այ դուք անկախների մեջ եք նշված, եկեք։ Հետո ասում եք սեգրեգացնում եմ։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս, տեսեք։ Բոլորին հետաքրքիր է դա։ Եթե հետաքրքիր չի կարող են ես ասեմ Պարոն Եղոյան, տեսեք, այդ դեպքում որ ասում եք, որ այսպես բան կար հիմա որակյալ մամուլին բաժանորդագրվում են էլեկտրոնային տարբերակի։ Այդ դեպքում եւ սա առանց հեգնանքի եմ ասում, որտեւ ես աշխատել եմ հայկական ժամանակում, ինձ համար շատ հոգեհարազատ հայկական ժամանակի էլեկտրոնային տարբերակին ինչու չեն բաժանորդագրվել, եթե որտեվ այդ մշակույթը չկա Հայաստանում, մետ եմ ասում, որտեվ բաց է։ Չէ, բայց երբ այն ժամանակ, երբ բաժանորդագրման փոխարեն տպագիր թերթն էր դրած կրպակում եւ դա գնելու համար դու պիտի վճարեիր։ Ասում եմ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը վաճառվում էր ամենամեծ ես օրինակ եմ ոչ թե իրան եմ գովում, ուզեմ ասեմ դա մի պրոդուկտ է, որի համար, որը ընթերցելու համար մարդը ամեն առավոտ իջնում 100 դրամ վճար։ Հիմա դուք որ համեմատվում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց էր անում, դրանով համեմատվում եք։ Դուք էլ իր մոտ եք, իր խմբագրած թերթում եք, չէ, աշխատել։ Բա ասենք այդ լավ կողմը։ Նարեկ ջան, այդ լավ կողմը ինչի՞ չեք ուզեցել դա էլ վերցնել, օրինակ, գերազանցել նույնիսկ իրան, ինքը 5000 տպականակով է։ Բայց կարող է հիմա Նարեկն ունի YouTube-յան ալիք, որը հա, տեսա իդեպ, տեսա, հա, տեսա։ Հա, այդ առումով հա, ճիշտ է։ YouTube-յան ալիքը տեսա, այդ առումով Նարեկը ահագին պրոգրես ունի, բայց մոնետիզացիան կա YouTube-ի Հայաստանում։ Չէ, Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, որ 24 կկատարվի, հիմա բտան աշխատում է այդ ուղղությամբ, դե սովորական մեր ձեզ մի տարի է մնացել, հետո կարող է ժողովուրդը ձեզ չընտրի։ Դե չընտրի, թող մտածի ում ընտրում, ուղղակի այս Գյումրիի ընտրություններից անդադ ասում եք նախկին ներկա, ինչ եք նախկին, հենա, դուք էլ երկուսով էլ, դուք Գյումրիից, դուք Արթիկի շրջանից, դու Ֆաշեն Գյուղից, հա, ասում եք ինչա նախկին ներկանում, սիրելի մեր Շիրակի գործընկերներ եւ ոչ միայն, գիտեք ինչ ենք նախկին ներկա, արդեն ես ինքս մտածում էի, որ պետք է թարգել այդ նարատիվը, բայց Գյումրիի ընտրություններից հետո պարզվեց, որ չէ, ամեն դեպքում, եթե ներկա չի, ուրեմն նախկինն է։ Ու դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստում։ Հարությունյանն էր շատ մտահոգիչ գրառում արել վերջերս անդրադառնալով այս զեկույցին, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է եւ ասում է, որ խմբագիրներ, լրագրողներ, լրատվամիջոցներ դուք ինքնակարգավորվեք, թե չէ իշխանությունը քայլեր կձեռնարկի, սա ես բառացի չեմ ասում, ինչ որ բան կա ինքնակարգավորվելու մեջ, հա, եթե դուք ինքնակարգավորվեք, կառավարությունը սկսի դա անել։ Ես ծրագրերի մասին տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում դա ինչ-որ տաբույացված թեմա չի։ Հա ինչի՞ չէ, ամբողջ աշխարհում էլ կա, բայց սա չեմ ասում, որ ասեք Եղոյանն ասեց, որ նախագիծ կա, որ կարգավորեն, ուղղակի լավ կլինի, որ այդ ազատությանը զուգահեռ, ինչպես ընդհանրապես կյանքում բոլոր ազատություններին զուգահեռ, պատասխանատվությունն էլ աճի, թե չէ ազատությունը աճում է, պատասխանատվությունը չի աճում, մի քիչ լավ չի լինում, էլի։ Չէ, բան Իհարկե, ես
Հիմա իմ պատասխանատվության չափը շատ ավելին է, քան այն ժամանակ, երբ ես պաշտոնյա չէի։ Այն ժամանակ ես ինձ կարող էի թույլ տալ բաներ, որոնք հիմա չեմ կարող թույլ տալ, եւ դուք էլ։ Եթե ունեք ակրեդիտացիա, մտել եք ազգային ժողովի շենք, հարցեր եք տալիս, պետք է հասկանալ, որ սա բան չի։ Այսինքն պետք է ինչ-որ մի զուգահեռ Շուտ բաներ էլ պետք է լինեն, էլի պատասխանատվության, չէ՞։ Հոգն ես փայլում։ Հետո վախենում եմ, որ լավ նյութ կստացվի մոտը, դիտումները շատ կլինեն, յանը քիչ կմնա։ Դրա համար էլ բան չի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի պահվածքը հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է համբալ։ Մենք հիշում ենք Շմայսին, հենց Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարումը, հիշում ենք Շմայսին։ Դե խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա ամենևին, բայց դա համաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր։ Վարչապետի դեպքում չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից 1 անգամ նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն հետո չգիտեմ անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին բայց դա բան չի էլի որ դուք ընդհանուր պատկերը նայեք էլի բայց կոնկրետ մարդկանց հասցին ասել քաղաքացիները ինչ կապ ունեն կոնկրետ մարդկանց է դիմում կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն դժվար թե որովհետև դա հասկանում եք իսկ այդ կոնկրետ մարդիկ իրանց ասածների համար ներողություն խնդրում եք դե լավի հետ համեմատվում ենք էլի որ դե լավի հետ համեմատվում ենք որ մամուլի ազատությամբ 34-րդ տեղն ենք աշխարհում լավի հետ ենք էլի համեմատվել որ վատի հետ համատվեինք հենա 70 քանիսն էինք կդառնայինք 130 քանիսը դառնենք 34 ու այնուամենայնիվ մարդիկ բողոքում են որ ես ճնշում եմ ինչա թե ասեցի որ ժողովուրդ տերմինը գործածելուց իմացեք թե ինչ թվի մասին կարելի է խոսել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայնի կեսից ավելիով կայացված որոշումը կոչվում է ժողովրդի որոշում այդպես է ամբողջ աշխարհում